Բարև ընկերներ, այսօր որոշել եմ խոսել Նիկոլ Փաշինյանի ապաշնոր իշխանության մասին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կոծկում թալանչիների թալանը։ Դեռևս ընդդիմադիր Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից գոռում էր, թե երկրում թալան է։ Ամեն ինչ լավ է, չաղ ու բախտավոր ողջ ելնենք օջախի կենալ։ Իսկ երբ նա հայտնվեց երկրի ղեկավարի աթոռին, թալանը դարձավ սեփական կուսակցականների անբաժան մասը։ Դեռևս 2021 թվականին մի շարք համայնքներում Նիկոլ Փաշինյանի ուժային կառույցները քրեական գործեր են հարուցվում գրեթե բոլոր համայնքների նախկին պաշտոնյաների դեմ։ Որոշ ժամանակ անց քրեական գործերը կարճվում են այն պայմանով, որ այդ թալանչիները ձայներ ապահովեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին կարող է հստակ օրինակներով ասի մեծն Տիգրան Ավինյանը, ով ըստ տեղեկությունների շատերի համար դարձել էր պահապան հրեշտակ։ Ես շատ հաշվետու եմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ գիտեք, ինչպես ում նկատմամբ նույնիսկ իր նկատմամբ։ Ինչ կարծիքի ես Տիգրան Ավինյան։ Չէ, մի խառնվի, դեռ քո մասին շատ վաղ է խոսելը։ Ինչևէ, կարող եմ փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չվերացրեց թալանը, այլ նաև դրա հովանավորը դարձավ։ Դա ուղղակի ծիծաղելի է այդ կոռուպցիայի իրական մասշտաբները եւ թալանի իրական մասշտաբների կապակցությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել եւ տեղի է ունենում։ Իա, իրոք։ Մի ապշիր, պարոն Նիկոլ Փաշինյան, չէ՞ որ հենց ձեր կառավարության ժամանակ նույն ձեր մատնանշած թալանը չի վերացել։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետը ամեն օր շոկի է ենթարկվում, ու այն վարչապետը, որը իր ամբողջ քաղաքական եւ լրագրողական գործունեության ընթացքում անդադ ասել է, որ թալանվում է այս երկիրը, որ կոռուպցիա է, որ անտերություն է, որ բեսպրեդել է, որ էսա, որ այնա։ Ամեն օր, որ իր համար պետք է սկզբունքորեն ոչ մի անսպասելի բան չլներ։ Ընկերներ, քանի խոշորացված համայնք գիտեք, որտեղ համայնքապետը չի թալանում։ Գրեթե 0 համայնք։ Բոլորը անխտիր զբաղված են թալանով, բոլորի թալանը մնում է անպատիժ։ Միայն այս իշխանությունների ժամանակ թալանի մեխանիզմերն են փոխվել, գումարն է շատացել։ Հիմա շատերը կասեն, բայց ահագին գործ է արվել երկրում, ճանապարհներ է կառուցվել, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Այո, կառուցվել են, բայց դա չի նշանակում, որ երկրում թալան չկա։ Սերժի ժամանակ էլ քիչ քանակով էին կառուցում, բայց կրկին թալանում էին։ Մենք ասֆալտ փռող իշխանություն էինք կամենում ունենայինք, թե երկիրը թալանած, կեղեքած կենդանանմաններից ազատող, թալանի դեմ կռիվ տվող, սեփական քաղաքացուն բարձր գնահատող վարչապետ։ Ընկերներ, ուզում եմ խոսել նաև Նիկոլ Փաշինյանի գրպանային քաղաքասարակության ներկայացուցիչների մասին, օրինակ Դանիել Իոաննիսյանի համառ լռության մասին։ Վստահաբար Դանիելը լռում է, երբ խոշոր չափերի թալան է ընթանում երկրում, երբ Նիկոլ Փաշինյանը օրենք է խախտում։ Դիցուք Փաշինյանը հայտարարում է, որ սկսում է ներկուսակցական քարոզարշավը, սակայն իրականում սկսել է քարոզարշավը, որը օրենքի խախտում է, բայց չկա Դանիելի ճճյունը։ Չկա նաև Դանիելի կայքերի տեղեկությունները համայնքներում տիրող անբարոյական թալանի մասին։ Դանիելի կողմից չկա նաև ծպտուն այն մասին, որ պարեկային համակարգը դարձել է փտտած, նեխած մի համակարգ, որը սպասարկում է պաշտոնյաների շահերը, տուգանելով հասարակ քաղաքացիներին։ Ես խոստացել եմ, որ առաջիկայում պարեկների ապօրինություններին եմ անդրադառնալու։ Անուն առանուն շեշտելու եմ, թե ովքեր են հանդիպում կիսագողական կերպարների, թե ովքեր են օրենք խախտող պաշտոնյաների ընկերները, թե ովքեր են հրահանգավորված տուգանում քաղաքացիներին։ Բայց այսօր միայն Նիկոլ Փաշինյանի թալանի հովանավորության մասին եմ խոսելու։ Ընկերներ, վստահեցնում եմ, իմ տեսանյութերը տեսել են իշխանություններից շատ բարձրաստիճան անձինք, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ։ Վստահեցնում եմ, որ ամենի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ կալանավորված անձ չկա, չի ձերբակալվել օրինակ Զավեն Մանուկյանը։ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է թալանչիների վրա, սակայն ինչպես կասեր դասականը, Նիկոլ դու սխալվեցիր, մենք ճիշտ ենք։ Փաշինյան Նիկոլ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին, թալանը հասել է անմարդկային մակարդակի։ Ընկերներ, խնդրում եմ սրանց չինական կտերը չուտել, սրանք արդեն իսպառ խայտարակվել են, ձեր քվեն հանկարծ չփոշիացնեք, չտաք Նիկոլ Փաշինյանին, նրա հետ փոխկապակցված նախկին ռեժիմներին։ Չենք քվեարկում թալանի հետ կապ ունեցող անձանց, նախկին եւ ներկա իշխանություններին։ Ընկերներ, կիրակի խոսելու եմ Տավրոս Սապեյանի մասին, ով չգիտի ասեմ, որ նա Թալինի համայնքապետն է։ Շնորհակալ եմ բոլորից ձեր վստահության եւ պայքարի համար։